Ինչպես արդեն հայտնել էինք, ներքին գործերի նախարարությունը վերջի շրջանում փուլարփուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման, օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։ Եվ ահա, այս անգամ թիրախում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն է, որը դիմել է դատարան եւ վարչական դատարանից պահանջում է, որպիսի իրեն իրավունքով պատկանող զենքը մալելու գործողություններից ձեռնպահ մնալուն եւ այն չմալված վիճակում Արմեն Ամիրյանին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջով։ Զենքի մասին Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ 246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր եւ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է եւ վերադարձնում տիրոջը։ Դատելով իրավիճակից շատերը դատարանում պնդում են, որ տեղակ չեն եղել օրենքի այս կետին, որ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին ասնել գործընթացի միջով։ Ըստ էության օրենքի մասին չիմանալը պատասխանատվությունից չի ազատում։ Արդյունքում օրինական ճանապարհով զենք ստացած անձիկ փորձում են դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները եւ փորձում են փրկել իրենց պարգևատրած զենքերը։